ձեր հետևորդների ձայնը կեղծվել դուք տանը վերընկած եք։ Քաբաբ եք ուտում։ Հա, ու բանը ձայները կեղծված են հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվում։ Մենք ընդդիմադիր չենք եղել, ձայները որ կեղծված են եղել, մենք հաջորդ օրը չամադաններս հավաքած օդանավակայանում ենք եղել։ Ում ձայնն է կեղծված, ասում եմ, դուրս եկեք հրապարակներ, ում ձայնը կեղծված է։ Դուրս եկեք հրապարակներ։ Դուրս չեք գա, որովհետև գիտեք, որ այդ դեպքում դուրս կգան հրապարակներ նրանք, ում ձայնը դուք կեղծել եք ձեր ընտրակաշառքներով։ Վարչապետի այս հայտարարությունից հետո Ռուսաստանահայ գործարար Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարեց ընդդիմադիր ուժերի հետ համատեղ հանրահավաքի մասին։ Շուտով մենք միասին բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք, որը ես ցանկանում եմ կոչենք ուժեղ եւ վստահելի հանրահավաք։ Սակայն շարունակում է բաց մնալ հարցը, ինչու ընտրություններից ավելի քան մեկ շաբաթ անց, թեև ընդդիմադիրները խոսում են ընտրակեղծիքների մասին, սակայն չեն շտապում փողոց դուրս գալ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որն այս հարցով ամենաշահագրգիռը պետք է լիներ, թեև կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարեց փողոցային պայքարի մասին, սակայն չեն շտապում դուրս գալ։ Նաև այս կուսակցությունից մեր հարցերին չեն պատասխանում եւ չեն մեկնաբանում, թե ինչու հանրահավաքներ չեն անում։ Հայաստան դաշինքն էլ միայն սահմանադրական դատարան դիմելու մասին է հայտարարել, կրկին անարձագանք թողնելով հետընտրական հանրահավաքներ չանցկացնելու մասին հարցադրումները։ Արդյոք Բարգավաճ Հայաստանն ու Հայաստան դաշինքը կլինեն Սամվել Կարապետյանի հայտարարած միասնական հանրահավաքին եւ արդյոք այն շարունակություն կունենա, անգամ քաղաքական գործընթացներ կգեներացնի։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի գնահատմամբ հանրահավաքների միջոցով իշխանափոխության հասնելու շանս այս ուժերը չունեն։ Փողոցի միջոցով իշխանություն վերցնել հնարավոր է մեկ դեպքում, եթե ժողովրդի մեծ մասը համաձայն է օրակարգի հետ եւ մյուս կողմից այդ մեծ մասը չի կարողանում իր իրավունքները իրացնել նորմալ օրինական ընտրությունների միջոցով։ Քաղաքագետը վստահ է, ընդդիմության իրական նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ արտաքին կենտրոններին ցույց տալը, որ դեռ քաղաքական ռեսուրս ունեն։ Իրական նպատակը իմ կարծիքով այն է, որ այս մարդիկ ցանկանում են ցույց տալ ինչ-որ դրսի ուժերի, կոնկրետ այս դեպքում Ռուսաստանին, թե իրենք այնքան էլ անմեղսունակ չեն, իրենք այնքան էլ ամեն ինչից կտրված չեն, իրենք այնքան էլ չեն պատկերացնում, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունենում։ Ուղղակի կա իրավիճակ, այդ իրավիճակում շատ բանինեցից կախված չէ եւ իրենք էլ փորձում են ինչ կարող են անել, հավանաբար որպեսզի չկտրվեն ռեսուրսներից, որպեսզի չկորցնեն իրենց հնարավորությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում, որպեսզի Ռուսաստանը շարունակի իրենց աջակցել նաեւ հետագայում։ Ըստ Ղևոնդյանի, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերը մանդատները վերցնեն եւ մտնեն ազգային ժողով, քաղաքական որոշումները Հայաստանում չեն կայացվելու։ Քաղաքագետը նաեւ համոզված է, զանգվածային փողոցային պայքարի համար անհրաժեշտ մարդկային ռեսուրս ընդդիմությունը չունի։ Ղևոնդյանի դիտարկմամբ ցանցային պայքարի համար անհրաժեշտ է առնվազն 100-ից 150 հազար մարդ։ Քաղաքագետի համոզմամբ 20-30 հազարից ավելի մարդ դուրս չի գա փողոց։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։